Պետական եկամուտների կոմիտեն 3 հայտարարություն էր տարածել, որ խոշոր հարկ վճարողների հարկային կարգավորության բարելավման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում 2025 թվականի հունվարի 1-ից մարտի 31-ը ներառյալ հարկ վճարողների շրջանում արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր։ Մասնավորապես 34 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել էր ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում և առաջադրվել էր շուրջ 138.1 միլիոն դրամ տուգանք, իսկ 6 խոշոր հարկ վճարողների շրջանում արձանագրվել են 31 չգրանցված աշխատողներ և առաջադրվել է շուրջ 7.8 միլիոն դրամ տուգանք։ Այս հարկատուների շարքը գլխավորում է Էվրիկա գրուպ ընկերությունը։ Ժողովուրդ օրաթերթը իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացավ, որ Էվրիկա գրուպը պատկանում է Թեմուր Ռուսուբովին։ Համաձայն իրական շահառուների մասին բաժնի, Թեմուր Ռուսուբովը ընկերության 100% բաժնետերն է։ Էվրիկա գրուպը տուգանվել է ևս 20 միլիոն դրամ։ Հարկ է նշել, որ նախորդ տարի ընկերությունը ևս նույնքան տուգանվել էր։ Տուգանվածների շարքում է նաև Ֆլեշ ընկերությունը, որի տուգանքը 10 միլիոն դրամ է կազմել։ Սակայն արձանագրենք, որ շուկայի վերահսկողության տեսչական մարմնից տեղեկացրել էին, որ ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշմամբ ընդհանուր առմամբ 37 միլիոն 796 հազար 993 ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակվել Երևանում և մարզերում ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածին գազի գործունեությամբ զբաղվող Ֆլեշ ՍՊԸ-ի նկատմամբ։